Այս ամբողջը տեղավորվում է արտաքին քաղաքական կոնտեքստի մեջ, որտեղ ուղիղ դրա հետ կապ ունի, որտեղ այս Սամվել Կարապետյանին էլ ստիպեցին ռուսները մտնել քաղաքականության մեջ հենց այս խորապատկերին, մի կողմից մի տարի հետո տեղ ունենալու ընտրությունների, մյուս կողմից ընթացիկ քաղաքական հարցերում իրենց ազդեցությունը մեծացնելու համար։ Այդ թվում ես կարծում եմ պատահական չէր ընտրված Թուրքիա վարչապետի այցի նախօրեն, հա, այս ամեն ինչը ակտիվացնելու ուղղությամբ եւ Սամվել Կարապետյանի հայտը ներկայացնելու ուղղությամբ։ Էլ եմ ասում, հիմա այդ մարդուն ինչքան էլ մենք մեղադրում ենք, ինքն էլ հերթական զոհն է, գերին է, որտեվ որևէ միլիարդատեր Ռուսաստանում հարստացած, ես դրա մասին մի անգամ չեմ որ ասել եմ, չի կարող ինքնուրույն լինել։ Իրեն հենց որ ասեն, որ տղա ջան, հիմա արդեն քո ժամն է եկել, եթե չես ուզում դա այն ճակատագիրը կրկնես այն միլիարդատերի ովքեր մեզ չեն ենթարկվել, իսկ դուք հիշում եք Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո որոշ օլիգարխներ Ռուսաստանի եւ խոշոր հարուստ չինովնիկներ արտագաղթեցին այն հույսով որ դե չենք ուզում մենք Ուկրաինայի դեմ չենք եւ դեմ ենք Ռուսաստանի քաղաքականությանը, բայց չենք ուզում քաղաքականությունը խառնվենք, որովհետեւ գործիքը չդառնանք մեր համար Իսպանիաներում խելոք հանգիստ կապրենք, միլիարդները մեզ կվայելենք եւ հանգարց իրանք ու իրանց ընտանիքի անդամները շատ դեպքերում մեկ էլ 9-րդ հարկից ընկնում մահանում են, մեկ էլ ինչ-որ բաներ է տեղի ունենում, սպանում են, կամ են գործակալները, որոնք որոշել էին անցնեին թշնամաբանի կողմը, արևմուտքի կողմը, Ռուսաստանի համար թշնամու կողմը եւ հանգարց թունավորվում են տարբեր պոլոնիումներում եւ այլն պոլոնիումներով։ Ուզում ասեմ, որ այնտեղ կանոնները հստակ են գործում եւ ինքը անկախ նրանից էլ եմ ասում ստորագրել է թուղթ, որ ինքը FSB-ի հետ պետք է համագործակցի թե չէ, իսկ ես կարծում եմ որոշակի գումարից, հարստությունից այն կողմ բոլորին կանչում են, ասում են ստորագրի, եթե չես ուզում ունեզրկվես, հա։ Անկախ դրանից նույնիսկ ինքը ուզի-չուզի պետք է ենթարկվի։ Իր հարստության մեծ մասը Ռուսաստանում է, անշարժ գույքի խոշորագույն տիրապետողներից է Ռուսաստանի։ Բոլորը այնտեղ է։ Ինքը ուզի էլ հիմա չի կարողանա դա վաճառի այդ գումարը դուրս անի, հասկանում եք Ռուսաստանից։ Այդ նման պայմաններ, որ իրեն ասում են, «Դավայ, քայլ արա, պետք է էս անես», ինքը արդեն ստիպված անում է։ Հա, բայց այդ էլ հիմք չի մեր համար, որ ասենք լավ դե որ խեղճ մարդուն բա ինչ անի, դե թող Հայաստանի պետության դեմ ինչ ուզում է անի, միայն թե իրան չվերացնեն ռուսները կամ չհետապնդեն, չէ՞ կներեք։ Իր ընտրությունն է դա, ինքն է ընտրել այդ ճանապարհը։ Ինքը գիտեր ում հետ գործ ուներ եւ որտեղ է միլիարդներ կուտակում, հա։ Կամ Լևոն Հարապետյանի օրը կգցեին իրան նաև եթե հանգարց դեմ գնար շարքը թվարկելուց ամենակարևոր մեր իրոք բարերարին մոռացանք ասենք, հա, ոչ թե պարզապես ներդրումներ էր անում, որ ներդրումը գիտեք բիզնես է, ներդրումից հա, մենք Հայաստան շատ օգտվում է, երբ որ մեկը գալիս է ներդրում է անում, բայց ներդրում բարեգործություն պետք չէ ներկայացնել։ Չեմ ասում ընդհանրապես բարեգործական բաներ չի արել, հա, եկեղեցին ինչ-որ մի քանի միլիոն նվիրաբերեց, որի դիմաց իր պատկերը կպցրել են անհարմար է, էլի ուղղակի, ասենք այդ բարեգործությունն է, ոչ մեզ կարծում եմ այդ առևտուր է։ Ես քեզքան փող, դու իմ նկարը քո պատերին, դա բարեգործություն չի։ Բարեգործությունը ընդհանրապես լուր են անում։ Մի խոսքով ուզում ասեմ, որ նման պայմաններում ակնհայտ է, որ իրեն փորձելու են օգտագործել, իր շահերից էր բխում նաև, որ իրեն այսպես մեկուսացրեցին, հա գուցե իրեն ավել ձեռք կտար, որ դա տնային կալանք լիներ եւ այլն, բայց համենայն դեպս ինքը հիմա ավելի անշարժ վիճակում է, քան եթե սկսեր կատարել Ռուսաստանի հանձնարարականները Հայաստանի պետության դեմ։ Եվ որ բանը հայկական էլեկտրացանցերը ազգայնացվի։ Իսկ դա գիտեք մեծ պատմություն է, այնց չի որ ընդդեմ ինքը բան է մի հատ այսպես տարեկան ինչ-որ հսկայական եկամուտներ բերող հիմնարկություն էր, որը ինքը եկամտաբեր էր ամեն դեպքում, բայց ինքը գրավադրված է։ Ինքը վարկերի դիմաց գրավադրված է այդ ընկերությունը եւ նույնիսկ եթե Հայաստանը հիմա վերցնի որպես պետական սեփականություն, այդ գրավերը ինքը պետք է ուրեմն որպես գրավ այդ վարկերը ինքը պետք է փակի, որ ձեռից չխլեն բանկերը, պետության ձեռքից բանկերը չխլեն, եթե հանգարց դա չաշխատի։ Եվ ըստ էության դա հələ հարցը պետք է ուսումնասիրել։ Այդտեղ Սամվել Կարապետյան ներդրումներ էր անում, թե ասենք կողքից մի քանի միլիոն բարեգործություն անելուց, ստեղ էլ մի քանի տասնյակ միլիոն քամում էր այն եկամուտները, որը եկամտաբեր ձեռնարկությունը ուրեմն բերում էր իրեն, ընդ որում դա մեր բոլորիս վճարված էլեկտրոէներգիայի գումարներն է, որը անդադ թանկանում է, որտեվ ինքը ասում է դες թե ներդրում պետք է անեմ, թե տրանսֆորմատորներ պետք է փոխեմ, թե ցանցեր պետք է կառուցեմ, նես չի որ իր գրպանիցը չի անում։ Մեր վրա այդ բեռը բարձրացրել միջև հիմա, մենք ավելի թանկ ենք վճարել հոսանքի դիմաց, որի համար ինքը պետք է ներդրումներ անել։ Բայց չգիտես ինչի այդ ներդրումները անում էր մենակ այդ նորակառույց շենքերում։ Երևի այնտեղ շահագրգռում են իրեն, որ ոչ թե գյուղերում
կամ այն հին բնակ ֆոնդի համար այդ էլեկտրոէներգիայի մատակարարները ապահովել, սեփական բան այդ նորակառույց էլիտար բնակավայրեր։ Ինչ շահ ուներ Ռուսաստանը իրեն այդ հանձնարարությունը տալու, խայծեր նա այսպես Դա իհարկե ինքը ուրիշ ելք չունի Ռուսաստանը այնտեղ ինչ գործիք ունի, պետք է օգտագործի։ Ինչպես էր ուզում օգտագործել ըստ ձեզ, էլի։ Ընտրություններից ընդառաջ ըստ ալիք ձևավորեն, առանց հետո եկեղեցու վերնախավին կարողացել էր լիովին այսպես զորաշարժել, անցած տարի ընդամենը մի ներկայացուցիչ փորձեցին անել, հա, այդ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ չստացվեց։ Հիմա որոշեցին ամբողջ եկեղեցին նետել վերնախավով համենայն դեպս դաշտ քաղաքական ասպարեզ, դե միանգամից դու կուսակցություն բացեն, անուն դնեն հայ առաքելական եկեղեցի, չգիտեմ, միավորում կամ ինչ որ կամ հարապետական կուսակցության արարատյան թեմ, ինչ որ sense մի հատ բաներ ստեղծեն, մտնեն քաղաքականության մեջ։ Եթե համանացություն խախտելա, նոր չեն խախտել, էլի։ Հեղինակազրկում են իհարկե, բայց իրանք թքած ունեն, որ կառույցը հեղինակազրկում են, հələ ուրիշներն են մեղադրում։ Երբ ուրիշները ասում են՝ «Մի րոպե, դուք հեղինակազրկում եք կառույցը ձեր քայլերով, ձեր ապօրինություններով, ձեր ուխտադրությամբ, կարգը խախտելով եկեղեցու», ասում են՝ «Այ դուք որ նշում եք դա, որ մենք խախտել ենք, այ դրանով հեղինակազրկում եք կառույցը», կներեք էլի։ Այդ նույնն է, որ թալանում էին բանակը ժամանակին իրենց օրթախները, հանրապետականները նախքին։ Թալանում էին, մենք ասում ենք՝ «Մի րոպե, մի թալանեք, կազմալուծում եք կառույցը», ասում են՝ «Մի ասեք, որ մենք թալանում ենք»։ Թուրքերը նայում են, ուրախանում են, որ դուք բացահայտում եք այդ ամեն ինչը։ Փաշինյանը ճանապարհ է ցույց տալիս, ասում է՝ նորմալ կաթողիկոս ընտրեք, նորմալ ղեկավարներ ընտրեք եկեղեցու, որոնք որ չեն հեղինակազրկի կառույցի եւ կվերականգնեն հեղինակությունը, որոնց կհարգի ժողովուրդը, որոնց հասցեին ոչինչ չի ասի, որտեվ հարգված մարդիկ կլինեն եւ այդպես կվերականգնվի։ Հիմա թողել այդ ճահիճը, այդ թարախակալած վիճակը թողել եկեղեցու, ասել ձեռ չտակ, որ չհեղինակազրկեք, ինքը տեղից քայքայում է։ Այն որ տարբեր կրոնական հարանվանությունները մեծ ծավալի ուրեմն բաներին հասել, հաջողություններին հասել մարդկանց հոգեվորսության, իրենցով անելու ճանապարհին, հենց դա է ցուցիչը։ Եվ եթե թողում ես այս ամեն ինչ sense, կարող է մի քանի տարուց ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու հետևորդները 50%-ից պակաս լինեն։ Չթողելու ինչ մեխանիզմներ գոյություն ունեն։ Պետությունը կարծես թե ոչ մի մեխանիզմ գոյություն չունի, որպեսզի նա անի այն ինչ դուք ասում եք, պետք է արվի այլ ձևով, իսկ այդ այլ ձևի համար այդ ժողովը չի գումարվում։ Դե պետությունը Դրա համար հարցնում եմ լուծումը որն է տեսնում։ Պետությունը մեխանիզմ չունի, բայց քաղաքացիական իրավունքի դաշտում ունի։ Քաղաքացիական իրավունք գոյություն ունի Հայաստանում եւ քրեական իրավունք գոյություն ունի, որին պարտավոր են ենթարկվել բոլորը, անկախ նրանից սքեմավոր են, թե սքեմավոր չեն։ Եվ եթե սքեմավորը կոռուպցիայով է զբաղվել, գողացել է նվիրատվությունները, բիզնեսով է զբաղվել, թաքցնելով հարկերը եւ այլն, որ բացահայտումների ալիքին ենք մենք ասում, որ լինելու են այդպիսի բաներ։ Միանշանակ լինելու են եւ մենք էլ պահանջելու ենք, ես ինքս էլ անդադ մի քանի անգամ ասել եմ, մենակ չինովնիկները չէ որ չպետք է կոռուպցիայով զբաղվեն, այլ նաեւ եկեղեցականները չպետք է կոռուպցիայով զբաղվեն։ Եթե զբաղվում են, պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե գողացել են նվիրատվությունները, պետք է գնան բանտում նստեն, անկախ նրանից սքեմով կնստեն եւ աղոթեն թե չեն աղոթի։ Ես կարծում եմ իրենք աղոթելու ձևն էլ չգիտեն, կարող են կարդալ ընդամենը, որտեվ իրենք ուր կրոնը ուր, իրենք բիզնեսմեններ են, թալանչի չարչիներ են, որոնք որ օրթախ են եղել հանրապետականների հետ, հիմա ասես նեղ վիճակում են հայտնվում, որտեվ իշխանությունները արդեն հեղափոխությունից հետո թույլ չեն տալիս։ Քաղաքացիական դիրքորոշումը մարդկանց շատ կարևոր է եւ այն որ 20-30 տարի մեր հասարակությունը իրավատես չի զգացել պետության հարցում եւ պետությունը ձևավորելու հարցում իր դերակատարությունը թերագնահատել է եւ չի գնացել ընտրության շատ դեպքերում կամ գնալով ընտրության շատ դեպքերում կաշառվել է ասելով դե ինձանից մեկ է բան կախված չի ես իմ օրվա հացը լուծեմ այն նույն կերպ նույնացնելով իդեպ շատ դեպքերում իշխանավորներին պետության հետ նույն կերպ ինքը երբ որ հավատացյալ է արդեն հավատացյալի կարգավիճակով նույն կերպ վարվում է եկեղեցու հետ չնայած մեր եկեղեցին իր կանոնակարգով կառուցվածքով բավականին ժողովրդավարական է այսինքն թեմական խորհուրդները կարողանում են որոշել ով է իրենց թեմական առաջնորդը եւ այլն այսինքն աշխարհիկ մարդիկ կարող են ազդել եկեղեցու ներսում ընտրությունների վրա վերջերս կաթողիկոսի ընտրություններին նաեւ աշխարհիկ բազմաթիվ մարդիկ են մասնակցում անկախ նրանից որ ես համարում եմ որ դա թափանցիկ չի հենց իմ մասով եմ ասում ես կնքված քրիստոնյա եմ առաքելական եկեղեցում կնքված ինձ ոչ ոք երբեք չի դիմել չի հարցրել իմ կարծիքը ինչ որ մեկին եկեղեցու ներսում ընտրության հարցում
Նույնիսկ չի հարցրել, ուզում ես մասնակցես թե չէ։ Չեմ ասում կաթողիկոսի, ենթադրում եմ, ինչ որ բաներ կա, չէ, փուլեր կա, քայլեր կա, ինչ որ մարդկանց ընտրում են, պատվիրակներ, երևի այդ պատվիրակներն են նոր գնում են կաթողիկոս են ընտրում։ Բայց եթե ոչ մեկ ինձ չի հարցրել, ոչ մի մեխանիզմ չկա, բա այդ ոնց եղավ լեգիտիմ ընտրություններ, հա, ես ինչ իմանամ, ովքերով են հավաքվել, իրանք ներսում գցե բռնել են որոշակի հարցը։ Այդ ընտրությունը, բայց ուզում եմ ասեմ, որ եթե մարդիկ չեն նույնացնում եկեղեցին ու բանը, այդ ուրեմն եկեղեցի սպասավորներին, դա նշանակում է, որ իրենք կարող են գնալ ասել, այո, ես դժգոհ եմ եկեղեցու սպասավորից, իրեն կփոխեմ, որ եկեղեցու հեղինակության չվնասի։ Իսկ մարդիկ, ովքեր որ նույնացնում են, իրենք հեշտ թիրախ են դառնում, զոհ են դառնում հոգևորության։ Հա, ես ամեն դեպքում հոգևորությանը կողմ չեմ, անկախ նրանից, որ իմ համար բոլոր կրոնները հավասար են, հավասար իրավունքներ ունեն, հա, իրար մեջ, ասենք, տարբեր կերպ են Աստծո հասկանում։ Կրոնը ճանապարհ է դեպի Աստծո։ Բայց համենայն դեպս հոգևորությունը այդքան լավ բան չի։ Բայց համենայն դեպս դա է պատճառը, որ մարդիկ ասելով դե եթե եկեղեցի սպասավորները լավը չեն, կարգազանց են, կոռումպացված են, թալանչի են, իշխանությունների հետ նախկին կոռումպացված իշխանությունների հետ օրթախ են բիզնես են անում, ուրեմն սա սխալ եկեղեցի է, ես գնամ այն տեղ այն կրոնական ուղղության հետևից, որ այդպիսի բաներով չի առանձնանում, այդպիսի հանցանքներ, բաներ չկան։ Չի երևում դա։ Կամ գոնե չի երևում, հա։ Հիմա այդ մարդուն դու պետքա բացատրես, որ չէ, դու ես եկեղեցին։ Եկեղեցու համայնքն է, մարդիկ են, ոչ թե կառույցը։ Շինությունը ընդամենը տեղն է։ Այո, եկեղեցին աղոթատեր է։ Այ հենց այդ է, որ մարդիկ հենց միջև դա չհասկանան, իրենք իրենց պատասխանատվություն, իրենց վրա չեն զգա պատասխանատվություն փոխել եկեղեցու ներսի իրավիճակը եւ այդ արատները վերացնել, այլ ոչ թե փախուստի դիմել, արտագաղթել եկեղեցուց, դա էլ մեր մյուս բնավորությունն է։ Կներես, եթե դու հավատացյալ ես, պայքարի քո հավատի տաճարը մաքրելու համար, չէ՞։ Քրիստոսը ոնց եկավ չարչիներին առևտրականային քշեց բանից, պայքարեց, այդ նույնը դու պետք է անես, այլ ոչ թե մեր հայկական բնավորության համաձայն, դե Հայաստանում լավ չի, այս լավ չի, այստեղ կոռումպացված է, այստեղ անարդարություն է, կթողեմ կարտագաղթեմ, որտեղ որ լավ է։ Բարև ձեզ։ Ուրեմն ֆրանսիացիները քո համար են 2-3 տարի, 300 տարի պայքար հեղափոխություններ արել, զոհվել եւ այլն, որ դու գնաս այնտեղ օգտվես, չէ՞։ Լավ հեշտ ձևերը սովորել ենք։ Չի մի չէ դու պայքարես քո հայրենիքը դասնես Ֆրանսիայի պես։ Եվ քո եկեղեցին դասնես նորմալ եկեղեցի։ Այո, ոչ մի երկրում ամեն ինչ այդպես հարթ չի գնացել, բոլոր տեղերում էլ եղել է եւ հեղափոխություններ, եւ պայքար։ Եվ մարդիկ պատասխանատվություն են վերցել իրենց վրա, իրենց երկիրը կառուցելու, իրենց եկեղեցին կառուցելու, ովքեր որ հավատացյալ են, եւ դա է ճանապարհը, այլ ոչ թե ամեն ինչից արտագաղթելը, փախնելը։ Մի հատ լավ ծառանկար կա, անդադ իմ աչքիս առաջ է ծառանկարը, երբ որ ասենց նկարացեն ճամպրուկներով մեկը գնում է ու Մայր Հայաստանի արձանն է, ասենց չոքած կռացած ու այդ գնացողը ճամպրուկներում շուռ եկե Մայր Հայաստանին ասում է դե հենց որ լավանաս կվերադառնամ։ Այսինքն Մայր Հայաստանը հիվանդացած է, թուլացած վիճակում է ինքը, իսկ արտագաղթում է, ասում է դե հենց որ լավանաս կվերադառնամ, հենց որ լավալնես կվերադառնամ։ Ոչ թե մնում է որ բուժի օգնի մորը, այլ ասում է կլավանաս նոր հիմա պետք չես, ինձ հիվանդ ես։ Կգնամ ես լավ տեղերը, որտեղ որ հիվանդ չեմ, դեռ լավ կապրեմ իմ կայֆերով, իմ հաճույքներով, հենց որ լավ կլինես այդ վաղ կվերադառնամ։ Իսկ լավ կլինեսի շարունակությունն էլ ձևակերպումը հետևյալն է. կարգի բերեք երկիրը, մենք հետ կգանք։ Հա, մենք պետք է կարգի բերենք, իրենք որ հետ գան։